մինչև 3 տարի ռայոնում չաշխատեիր, դիպլոմ չէին տալիս։ Մի երիտասարդ ինձ մոտեցավ, թե ձեզ հրավիրում են պարելու։ Ասեց, ես ուզում եմ ձեր քո ծնողների հետ ծանոթանամ։ Կամ ես, կամ ինքը, դու որոշի։ Քոչինյանի տունը ես հաճախ եմ գնացել, Դեվիրճյանը մեր տանը անցկացրեց։ Այն ժամանակ ինչ լողարաններ, բաներ, ընդհանուր բաղնիկ էր, մենք էլ բաղնիկի մոտ էինք ապրում։ Ես էլ երջանիկ եմ համարում, իմ երջանկությունը իրանք են, իմ կյանքի իմաստը իրանք են։ Ողջույն սիրելի բարեկամներ, մի քիչ երկար տեսանյութ է լինելու, բայց լինելու է իսկական հայի, վաստակաշատ բժշկուհու, երևանցու մասին, ու կարծում եմ շատ հետաքրքիր կլինի, եթե դուք երեկոյան կամ հանգիստ ժամին այս հարցազրույցը լսեք, այսպիսի մարդիկ շատ հազվադեպ են լինում, երբ մեկ շնչով 91 տարվա կյանքը պատմում է և ներկայացնում է ինչպիսին մարդը պետք է լինի, ինչպիսի սրտացավ բժիշկը պետք է լինի, կյանքերի փրկիչը ու իսկական քաղաքացին, ով պատասխանատու է իր երկրի ապագայի, մարդկանց ապագայի մասին։ Ես Մկրտչյան Լարիսա Ավետիսի ծնվել եմ 1934 թվականին Երևանում, ունեցել եմ փոքր ընտանիք, հայր, մայր, քույր, եղբայր։ Բնակվել ենք փոքր բնակարանում, անշուք, մեծացել եմ շատ ջերմ մթնոլորտում, ընտանեկան, հետաքրքիր հարևանություն ենք ունեցել ընդհանուր բակում, հիշողություններ շատ կան մանկական հասակի հետ կապված։ Բայց ես որպես երեխա ավելի քիչ եմ բակում խաղացել, որտեղ շատ էի ընթերցում։ Շատ սիրել եմ ընթերցանությունը։ Դուք ասացիք մանկություն չեք ունեցել, ճիշտ հասկացա։ Այո։ Ինչու։ Մանկություն ոչ թե չեմ ունեցել, մանկություն ունենում են, բայց բակային խաղերին մասնակից քիչ եմ եղել, որտեղ ակտիվ չեմ եղել։ Ավելի շատ ընթերցում էի և ավելի իմ ժամանակ անցկացնում էի գիրք կարդալու մեջ։ Իսկ քույրս, եղբայրս ավելի ակտիվ էին, նրանք բակում շատ էին լինում և մամաս ավելի շատ ոգևորված էր ինձանով, որ ես այդպես հավաքված, զուսպ, ինքնամփոփ իմ ընթերցանության մեջ եմ խորանում։ Որ տարիքից սկսեցիք ընթերցել։ Ես հիշում եմ, որ առաջի դասարանում սովորել եմ իգական դպրոցում, որովհետև այս ժամանակ իգական արական դպրոց էր, տղաները, աղջիկները առանձին էին։ Ես սովորել եմ Դեմիրճյանի Ավան դպրոցում, առաջի դասարանից մինչև 10-րդ դասարան նույն տեղն եմ սովորել։ Որտեղին գնացիք առաջի դասարան։ Առաջի դասարան 8 տարեկան հասակում եմ եղել, դու 42 թվականի, երբ պատերազմը սկսվեց։ Երբ պատերազմը սկսելու առաջի օրվանից հայրս մեկնեց ռազմաճակատ, մայրս 3 երեխաների հետ մնաց անօգնական, քթավ աշխատանք, մանկապարտեզներում տնտեսվար էր աշխատում, հետագայում Առբաժնում, և այդպես մեզ կարողացավ այդ դժվար դաժան տարիներին ապրեցնել, գոյատևեցինք, դուրս եկանք այդ վիճակից։ 45 թվականին պապաս 5 տարի լուր չենք ունեցել, հետո պարզվեց, որ նա ընկել էր գերի և շատ ծանր կյանք էր տեսել գերմանացիների գերության ընթացքում։ Ճամբարում է եղել։ Ճամբարում, այո, իրեն շատերից մահացության դեպքեր էին եղել, ծեծ, ջարդոց և սովամահություն, բայց նա փառք Աստծո ձորացրվել է, դուրս էր եկել այդ վիճակից։ Իսկ որտեղ էր ճամբարը գտնվում։ Գերմանիայում, բայց չեմ հիշում, որ ճամբարում է եղել, գիտեմ, որ Երևանից 2 հոգի էին եղել և նրանք երբ որ 45 թվականին պատերազմը վերջացավ, արդեն ազատվեցին գերությունից, սովետական բանակը անցան և ձորացրվեց։ Հիշում եմ, որ պապայի լուրը, որ եկել էր արդեն Երևան կայարանում էր, մեր բակում գիշեր էր, հայտնեցին, որ Ավետիսը եկել է կայարանում, ձեզ է սպասում, ամբողջ բակի բնակչությունը մի ամուր կերպով խառնված, ոտաբոբիկ, որը տկլոր վազեցին դեպի կայարան, դիմավորեցին պապայից, բերեցին տուն։ Այնքան էր փոխվել հայրս, որ ես անճանաչելի էր դարձել, ատամները թափված, մարզերը սպիտակած, նիհարած,
հյուծված, եւ ես կարծում էի որոշ ժամանակ, որ անգամ իմ հայրը չի, միգուցե ուրիշ մարդ է, պապայիս բանով եկել է մեր տուն, իսկ ես էլ մեծացել էի, պապան էլ ինձ չէր ճանաչում, ասում էր, Մարո, այն աղջիկը ընդեղ կանգնածով է, ասում է քո աղջիկն է, Լարիսան է, նոր գրկախառնվել է, կամաց համակերպվեցի, որ դա իսկապես իմ պապան է եւ հունի մեջ ընկանք։ Հետագայում դպրոց հաճախել եմ 8 տարեկան հասակում, ասեցի եւ առաջի դասարանից եղել եմ գերազանցիկ, բարձր դասարաններում իհարկե հարվածային, միշտ եղել եմ հարվածային, 3 չեմ ունեցել, լավ սովորողների թվում եմ եղել, միաժամանակ հաճախել եմ գեղարվեստի տուն, որտեղ ասմունքի եւ բարի խմբակներ էին։ Որտեղ էր այդ գեղարվեստի։ Մայսյան փողոցի վրա էր։ Ղեկավարում էր Հասմիկ Գյոզալյանը, որը դերասանուհի էր, ասմունքող եւ շատ լավ ղեկավարական ձիրք ուներ։ Դա Սուրբ Աննա եկեղեցու մոտ է, Ապովյան փողոցի։ Այո, եւ միաժամանակ դպրոցի զուգահեռ այնտեղ մասնակցելով հաճախ ելույթներ էինք ունենում, անգամ գնացել ենք Գորի Ստալինի ծննդավայրը եւ այնտեղ համերգ ենք ունեցել։ Այստեղ էլ հաճախակի համերգներ էր լինում, մասնակցում էի, ասմունքում էի։ Ինչ էի կամ ասմունքում։ Ասմունքում էի այդ ժամանակ ավելի շատ ղեկավարներ Ստալինին նվիրված արտասանությունը Շիրազի Ստալինը ինձ մոտ շատ լավ էր ստացվում։ Հիշում եք։ Քեզ արևը պետք է լինի հաղթանակի շքանշան, քանզի կուրծքդ մի երկինք է քո մեծ ծրտով իմաստությամբ։ Այդպես բովանդակությամբ շարունակվում էր ոչմ մի քանի այդպես բանաստեղծություններ հայրենասիրական մոտիվով եւ կար լիրիկական բանաստեղծություններ իհարկե 10 տարի շարունակելով անգամ վերջի 9-10 դասարանում ռադիոկոմիտեում առավոտյան մանկական հաղորդումներում լուսաբացում մասնակցել եմ Մարատ Հալաջյանի հետ հաղորդումներին, որի համար շատ շնորհակալ եմ, որտեղ նրանք ինձ շատ ուղղություն են տվել ասմունքի եւ հաղորդավարության ասպարեզում։ Որտեղ էր այն ժամանակ ռադիոն գտնվում։ Հրապարակի փոքր շենքեր ծև այդտեղ էր երկրորդ հարկում եւ այդպես ավարտելով դպրոցը դիպլոմներս ներկայացրեցի համալսարանի ֆիլոլոգիական ֆակուլտետը։ Դուք ռուսական դպրոց եք գնացել, բա ինչու ֆիլոլոգիա։ Բանը ֆիլֆակ էինք ասում, չեմ հիշում։ Թե բանասիրության։ Բանասիրության ֆակուլտետը, բայց մայրս աշխատելով Արբաժնում Գանձապա շփվում էր բժիշկների հետ եւ շատ առաջադեմ կիներ հերու նայող, նա ինձ խորհուրդ տվեց, որ Լարիսա ավելի լավ կլինի դու դառնաս բժշկուհի, դու մարդկային շատ նուրբ անձնավորություն ես, հոգատար եւ քո մոտ լավ կստացվի դա։ Գործերս հանեցի բանասիրականից տարաբժշկական։ Ընդունվել էիք արդեն։ Չէ, նոր հələ դիմումներ էինք տալիս։ Հələ ամառ էր։ Հասկանում։ Հա, հələ քննություններ չէր սկսվել։ Եվ մեկ ու կես ամսվա ընթացքում քիմիա, ֆիզիկա պարապեցի, մեր դասանից իմիջիալոց շատ լավ ուժեղ սովորող աշակերտներ էին մեր դասարանում, շատ։ Եվ լավ դասատուներ ունեինք, հատկապես ինչի ուզում բանասիրական, որտեղ ունեի շատ լավ մայրենի լեզվի դասատու, որը ով էր։ Վիկտորիա։ Այն ժամանակ հայրանունով եք ասում, թե։ Չէ, ազգանունով էր։ Էգիպյան։ Վիկտորիա ինքն ժողկրտ բաժնի վարիչ էր, շատ գրագետ եւ հաճելի կին էր։
բոլորս համարյա ոնց որ սիրահարված լինենք այդ դասատուին եւ այդ առարկային։ Ավարտելուց հետո մեր դասանից 10 հոգի դիմեցինք բժշկական, 6 հոգի բանասիրական, 2 հոգի պոլիտեխնիկ եւ բոլորս ընդունվեցինք համատաբար տարբեր տարիներում իհարկե բժշկականում 10 հոգուց 6 հոգին այդ տարի շատ մեծ կոնկուրս էր անցանք, իսկ 4-ը հետագայում անցան կոնկուրսով երկրորդ, երրորդ տարիներում։ Միշտ 6 տարի սովորել եմ բժշկական ինստիտուտում, միշտ թոշակ եմ ստացել, այն ժամանակ 4.5 պետք է ստանայիք, բարձր բալը 5-ն էր, 3 ստանայիր, թոշակ չէիր ստանա։ Եվ դա չնայած 120 դրամ էր, ինչ էր փոքր, բայց ինչ որ ստիմուլ էր, որ անպայման ստանանք։ Եվ ես այդ թոշակը բերում էի մայրիկիս էի տալիս, ինձ համար դա մեծ ուրախություն էր, որ ինչ որ մի փոքր բանով ես կարողանում եմ մամայի մերոնց բուժեն։ Որտեղ էր գտնվում համալսարանը բժշկական։ Բժշկական համալսարանը հիմիկվա բժշկական ինստիտուտն էր։ Նույնն էր։ Անատոմիկից շենքը, այո։ Այսինքն դուք ոտքով էիք գնում դասի։ Տրամվայ կար այն ժամանակ, ավտոբուս, տրամվայով էի հիմնականում գնում, որտեղ հենց այդտեղ կանգ առում, իջնում էի բան, ոտքով գնում էի։ Իսկ ռուբլով ինչքան էր կազմում ձեր թոշակը։ 120 ռուբլի էր։ 120 ռուբլի, շատ չէր։ Ռուբլի այն ժամանակ շատ քիչ փող էր, չեմ հիշում արդեն այդ հարաբերականությունը, բայց թոշակ էր, ստանդարտ թոշակ էր։ Եվ հետապահություններ էր լինում ստացիոնարում, Դուք որ կուրսից սկսեցիք պրակտիկայի գնալ։ Պրակտիկայի 4-րդ կուրսից, մինչև 3-րդ կուրսը անցնում էինք ընդհանուր, լեջվակը, անցնում էր քիմիա, տարբեր քիմիաներ, օրգանական, անօրգանական, բիոքիմիա, հետագային ֆարմակոլոգիա, հետո տարբեր մասնագիտական բաներ կային, ամբիոններ, օրինակ հիստոլոգիայի, ֆիզիոլոգիայի, պատանատոմիայի, ֆարմակոլոգիայի, բոլոր այդ ամբիոններով անցել ենք 3 տարի։ Իսկ նեղ մասնագիտականը ինչ ընտրեցիք։ Մասնագիտական դեռ վերջի կուրսում էր լինելու, իսկ ընդհանուր մասնագիտություն, թերապիա, խիրուրգիա, հոգեբանություն, նևրոպաթոլոգիա, այդ բոլորը տարբեր կլինիկաներում էր։ Միաժամանակ օրվա մեջ եթե ունեինք, ենթադրենք թերապիա, հետագայում մյուս ժամը խիրուրգիա, տարբեր կլինիկաներ էին։ Թերապիան մի հիվանդանոցում է, երկրորդի առաջի հիվանդանոցը, խիրուրգիան լինում էր ենթադրենք երկրորդի հիվանդանոցում։ Մենք այդ կարճ ժամանակում պետք է տրանսպորտով գնայինք լեկցիաներին մասնակցեինք, հետո մյուսին եւ մեզ մոտ այնպես էր ընդունված, որ լեկցիաները տան պայմաններում պետք է սովորեիր, կոլոկիումներ հանձնեիր գործնական պարապմունքների ժամանակ։ Այնպես չէր, որ վերջում թողնեիր, որ ասեիր, թե սեմեստրի վերջում կհանձնեմ, համարյա դպրոցի նման սովորում ես, չհնարավոր չէր չսովորել, որովհետև դա ամբողջը գումարվում էր բալային սիստեմի նման և քո բանի վրա էր ազդելու թվանշանների։ Իսկ նեղ մասնագիտականը ինչ ընտրեցիք ի վերջո։ Նեղ մասնագիտական այդ ժամանակ շատ 6-րդ կուրսը ավարտելուց հետո մինչև 3 տարի ռայոնում չաշխատեիր, դիպլոմ չէին տալիս։ Պետք է 3 տարի, եթե ամուսնացած չէիր իհարկե, եթե ինչ-որ բան չունեիր, այնպես լգոտա չունեիր մնալու, ուրեմն պետք է անպայման ռայոնում աշխատեիր, նոր գայիր դիպլոմդ ստանայիր։ Դա արդինատուրա էր համարվում։ Դա արդեն ավարտել ես, հլա արդինատուրայի հարց չկար։ Պրակտիկա էր։ Աշխատող որպես, ավարտեցիր, պետք է աշխատես, և շատ պեդիատրների, մանկաբույժների կարիք կար։ Ինձ նշանակեցին Սևանի բանկական կոնսուլտացիա,
Ես Սևանում չէի եղել։ Որ թիվներ դա կհիշեք։ Դա 52 թվին։ 58 թվին։ 58 թվին ավարտել եմ ինստիտուտը, 52 թվին ընդունվել եմ, 58 թվին ավարտել եմ եւ 58 թվին նշանակում եմ ստացել Սևան։ Ես չէի տեսել Սևանը, չէի եղել։ Պապայիս հետ ընտրության իրավունք ունեիք։ Չէ, որտեղ նշանակում նշանակում։ Հա, որտեղ տեղ կար, որ կարիք կար բանկաբուրժի նշանակում էին, ինձ նշանակել էին Սևան մինիստրությունը եւ պապաս ինձ տարավ գլխավոր բժշկին ծանոթացրեց Սևանի եւ այդ օրվանից ես 10 տարի աշխատեցի Սևանում մանկական կոնսուլտացիայի շենքը նոր էին կառուցել, ես այդ շենքի առաջին բժշկուհին եմ եղել, կոնսուլտացիայի վարիչ էի աշխատում եւ պեդիատր։ Ծանր տարիներ էին, շատ ծանր դաժան ձմեռ էր լինում Սևանում, ահավոր, բուք, ձմեռը, քամի, ոտքով պետքա մի տնից մյուսը գնաց, կանչերը կատարելու համար, կանայք իրենց երեխաներին երբեմն փոքրերին չէին կարողանում այնպես նայել ինչպես հարկն է, տունը տնտեսությունը կով, մյուս երեխաները ստիպված մենք էին գնում, խնդրում, աղաչում կամ անգամ զորով ստիպողական երեխային ծանր վիճակով բերում հիվանդանոց ստացիոնար պայմաններում ստացվում էր, որ հանում էինք այդ վիճակից, կարգավորվում էր նոր բավականին երկար տևող ժամանակից հետո դուրս էր գրվում, կային եւ որ մահանում էին։ Բարձր էր մահացությունը։ Նորածինների մահացության տոկոսը բարձր էր Սևանում եւ դրա համար էլ միշտ աչոտ ներկայացնում էինք ամսական գրաֆիկը, վիճակագրությունը։ Քանի պրոմիլե էր այն ժամանակ։ Ես հիշում եմ, որ շատ բարձր մահացության տոկոս ունեցող ռայոններից մեկն էլ համարվել է Սևանը։ Իսկ այդ կարճ ժամանակում 2-3 պեդիատրներով, մանկաբույժներով մենք շատ ջանք ու երանք չէինք խնդայում, ես չեմ ասում, ինչ որ կա այդ եմ ասում, որ կարողանայինք երեխաներին այդ ագոնիկ վիճակից դուրս հանեինք, որովհետև հնարավոր չէր, շատ տոքսիկ թոքաբոր տանող երեխաներ էին լինում, որ անմիջապես ներերակային սրսկումներով, ստիմուլյատորներով եւ թթվածնային բարձի միջոցով հնարավոր է լինում դուրս հանել այդ վիճակից։ Դա ցրտի պայմաններում էր, թե պատվաստում չկար այն տարիներին, որն էր խնդիրը։ Թոքաբորբի համար պատվաստում պետք չէր։ Թոքաբորբի համար պետք էր պայմաններ, բնակլիմայական պայմաններ դաժան էին, տան պայմանները հնարավոր չէր ապահովել երեխայի նորածնի առողջական վիճակը պահպանելու համար եւ շատ հաճախ հիվանդանում էին ունեին վառարաններ, բայց բոլոր տեղերը միաժամանակ տակ չէր լինում։ Հետո երեխաների բացուխուբ շատ էին անում, հետո սնունդ չկար, ծնողներին կերակրելու հարցերն էր։ Հետագայում արդեն մենք բաց արեցինք կաթնախոհանոց կոնսուլտացիայի կից, որտեղ մենք վատ սնվող երեխաներին, հիպոտոնիկ երեխաներին, արհեստական սնվող երեխաներին ջրի բան ենք բաժանում, մաննի կաշա, կեֆիր, տվորակ եւ այդպես կաթ էլ կար։ Կաթ չէ, մաննի կաշա, կեֆիր, տվորակ։ Իսկ հակաբիոտիկներ էիք տալիս հիվանդության ժամանակ, կար այն ժամանակ արդեն եւ շատ թանկ էր եւ բաներ միայն ստացիոնար պայմանների համար էր դա նախատեսված։ Այնքան ցուրտ էր լինում, այնքան բուք էր լինում, որ կանչի ժամանակ մինչև մի տնից մյուսը գնում էի, ես էլ նոր էի շուբա առել, շուբայից վրա սենց գլուր բաներ էին, այդ սառույցներ էին կախվում, քթիցս, ունքերիցս, որ գալիս էի տուն, ոնց որ ձմեր պապիկը, ամբողջ ջնի մեջ թաղված, երբեմն շնչելու հնարավորություն չէր լինում։
հետո գիշեր ցերեկ ժամ չկար, եթե գիշեր լիներ գալիս էին ինձ կանչում էին պետք է գնայի ստացիոնար անմիջապես բաժանմունքում կազմակերպեի այդ երեխաների առաջնային օգնությունը, բժշկական օգնությունը եւ այդպես 10 տարի շարունակ աշխատելուց հետո Երևանում կոոպերատիվ էին գրվել մեր խնայողության գումարով, հետո գլխավոր բժիշկը փոխվեց, կարիք ունեին թերապևտի, արդեն մանկաբույժների թիվը շատացել էր, ինձ առաջարկեցին, եթե ցանկություն ունենամ, փոխեմ։ Եվ ես վերապատրաստ առաջին անգամ 10 տարվա մեջ առաջին անգամ վերապատրաստվեցի թերապիայի գծով եւ այդ ժամանակվանից աշխատել եմ թերապևտ։ Տիկին Լարիսա, այսինքն 3 տարվա փոխարեն դուք 10 տարի մնացիք Սևանում։ Ընթացքում դիպլոմը ոնց ստացաք, կպատմեք։ 3 տարի ավարտելուց հետո, 3 տարի լրանալուց հետո եկա Երևան, մինիստրություն, արդեն օրինական ինձ դիպլոմը տվեցին արձերք եւ կարող էի արդեն գալ ռայոնից Երևան։ Ալավերդյանի վրա էր նախարարությունը։ Ալավերդյանի վրա էր, բայց քանի որ ընտանիք ունեի, արդեն երեխա ունեի, ամուսնացել էի, հարմարվել էի եւ Երևանում դեռ տուն չունեինք։ Դուք Սևանում ամուսնացաք։ Այո, ես Սևանում ամուսնացա այնպես հետաքրքիր ձևով։ Ամուսինս սպորտսմեն էր, այստեղ ֆիզկուլտ ինստիտուտ ավարտած, այնտեղ դասավանդում էր ֆիզկուլտուրա եւ սպորտ դպրոցի դիրեկտոր։ Բրցումների ժամանակ ինքը շատ լավ դահուկորդ էր եւ շահել էր դահուկային մրցման առաջին Աշճանի բան, դահուկային բան, մրցանակ եւ կազմակերպել էին երեկո։ Սպորտսմեններն էին, ներկա էին ինտելիգենցիա Սևանի երիտասարդություն, իհարկե ես ու ընկերուհիս որ նոր էին գնացել Սևան աշխատանքի, մեզ էլ էին հրավիրել, դե որ նոր ես գնում, փոքր ռայոնա, արդեն մեկը մյուսին ասելով, արդեն շփում ունենալով, ցանկացել էին, որ մեզ հետ ավելի մտերմիկ ծանոթություն լինի։ Բայց ես ու ընկերուհուս Նազիկը չգիտեինք այդ մասին, գնացել ենք երեկո։ Երեկո շատ հետաքրքիր անցավ, բարերի ժամանակ, արդեն որ վերջացավ հանդիսավոր արարողությունը, ու բարային ինչ-որ երաժշտություն միացրեցին, տանգո, եւ մի երիտասարդ ինձ մոտեցավ, թե ձեզ հրավիրում են բարելու։ Դու ես առարկեցի, մեծ սիրով բարեցի, որովհետև բոլորն էլ ինձ համար անծանոթ էին։ Հա, հետագայում երկրորդ օրը տեսնեմ, դա արդեն եկել է մանկական կոնսուլտացիա։ Այդ ժամանակ պատմեցիք դուք ով եք։ Ինքը գիտեր։ Հա, գիտեր, որ շատ լավ գիտեին։ Մանավանդ որ իրանց տան երբ որ երեխան հիվանդ էր եղել 2 տարեկան էր, ինձ կան չէին տվել։ Ես գնացել էի իրանց տուն, երբ որ երեխուն բուժելու, եւ իրանք արդեն տեսել էին, գիտեին, ամեն ինֆորմացված վիճակով ինձ բայց ես անտեղյակ, հա, այդպես ուրեմն մտերմացավ, ծանոթացավ, մտերմացավ եւ առաջի շաբաթը, որ ես ամեն շաբաթ մենք գալիս էինք Երևան ընկերուհուս հետ, շաբաթ կիրակի մնում էինք, երկուշաբթի գնում էինք աշխատել, իրապապան վարորդ էր, մեզ տանում էր, բերում էր։ Իսկ Սևանում որտեղ էիք ապրում, տուն էին տվել ձեզ։ Սկզբում պապան տուն վարձեց, ընկերուհուս հետ այդտեղ էինք ապրում։ Իսկ հետագայում արդեն որպես որ բանը ուղեգրով մենք գնացել ենք գործուղման ձևով աշխատելու, մեզ արտահերտ բնակարան հասնում եւ մեզ տվեցին բնակարան հենց կենտրոնում Սևանի կինոյի էսկոմ բան էր երկրորդ հարկում ընդհանուր բնակարան էր մի սենյակը մերն էր, մի սենյակը ռուս էր ապրում։ Հանրակացարանի նման էր։
Չէ, երկոք էինք։ Կոմունալն է, այո։ Ինչպես համաձայնվեցիք ամուսնանալ, ոնց առաջարկություն արեց։ Ուրեմն սիրահարված էր։ Ինքը շատ էր ոգևորված, արդեն հաճախակի էր այցելում, ինձ ճանապարհում եւ իր հորեղբոր տունը մեր տան դիմացի շենքն էր, սեփական տուն էր։ Նա դիտավորյալ իր կրիշը փչացել է, իբրև սարքում անընդհատ աչքը մեր տան վրա է։ Ընկերուս էլ ասում է Լարիսա, չէ, դժվար իրանից փոխվենք, նա նենց բանա շատ ուժեղ սիրահարված է երևում, որ Ռոպեն ուզում է անընդհատ քո կողմը լինի։ Հետո ինքը առաջարկեց, որ մտերմանանք ամուսնության իմաստով, բայց ես չի կարող առանց ծնողներիս հայտնելու ինչ-որ ինքնուրույն որոշում կայացնեի, քանի որ ճիշտ ասեմ, ես այդպես սիրահարված չէի։ Ուղղակի համակրում էի, տեսնում էի, որ լուրջ կազմակերպված աշխատասեր է երևում եւ այնպես հավաքված կազմակերպված մարդ է, ինձանից 3 տարի էր մեծ։ Եվ ինչ-որ շատ բացասական կողմեր ասեի սխալ կլիներ, այնպես էլ լավ ներկայացնելիք էր ինքը, համաձայնվում էի, ասում էի լավ, բերում էր ճանապարհ էր դնում ավտոբուսում, որ գայի Երևան, ասեց ես ուզում եմ ձեր քո ծնողների հետ ծանոթանամ։ Ես էլ ապրումների մեջ էի, որ մերոնք ես իմ կհամաձայնվեն ռայոնի տղա է, ես մեծ ձգտումներով, մաման պատկերացնում էր, որ ես բժշկական ավարտեմ, ես ինչ ընտրություն է լինելու, ինչ մակարդակի, ինչ ընտանիքի բան եմ ունենալու, ընտրություն, իսկ հակառակ ռայոն 6 երեխատեր ամուսին կին, որ իր 6 երեխաներին մեծացրել է և մեծ ընտանիք են, խեղճ ապրող, երկու փոքր սենյականոց սեփական տուն էր, անշուք, ես այդ բոլորը հաշվենկատ չեմ եղել, այդ բոլորը դնում էի մի կողմ, մտածում էի, որ ինքը լավ մարդ լինի, իր բնավորությամբ, իր նվիրվածությամբ։ Ես այդ դրանք տանրակշիռ անելով եկան եզրակացության, որ ճիշտ կլինի, որ մեկը ես աշխատում եմ այստեղ, մենակ չլինելու համար, ընտրության վարիանտներն էլ, մյուս ուզողներն էլ դա համեմատ են չէին, համաձայնվեցի։ Հիմա զանգ եմ տալիս մամային, ասում եմ մամա, գիտես սենց բան կա, նկարագրեցի մաման հեռախոսով մի նաստուպլենիա գնացել, կամ ես, կամ ինքը, դու որոշի, ուրեմն այսքան դու կրթություն ստացար, այսքան բաների մեջ, ընտրությունների մեջ քաղաքում, դու գերադասեցիր գնաց գյուղ, ընդեղ ամուսնանաց գյուղի բան դառնաս, աղջիկ ապրող դառնաս, ուրեմն դրա համար էր քո կրթությունը, մաման ուրիշ ձև էր պատկերացնում։ Հիմա ես երկու քարի արանքում եմ, ինչպես անեմ, ոնց անեմ, որ ճիշտ լինի, բայց ես որոշեցի, որ չէ, ավելի ճիշտն է, որ ես ամուսնանամ իր հետ, որտեղ մաման այս կամ այն կերպ հետագայում կտեսնի մեր ընտանիք կազմելը ճիշտ է, կհամակերպվի այդ մտքին։ Եվ այդպես էլ եղավ, ես հաղթեցի և ճիշտ արեցի, որտեղ ես չեմ փոշմանում, ունեցել եմ չտեսնված աշխատասեր, ընտանիքին նվիրված ամուսին, ինձ նվիրված ամուսին, սրտացավ, պարզ, անմիջական, հոգատար, 60 տարի մենք միասին ամուսնական կյանքով վայելել ենք և մեր խոսակցությունը
մեր սենյակի մեջ է եղել։ Ես երբեք այնպես չեմ արել, որ մեր տան ներքին գաղտնիքը կամ մեր տան խոսակցությունը հարևանս իմանա կամ աշխատանքային ընկերուհիս իմանա կամ անգամ մաման կոպիտ բանով էր ասում, նրանց շան մազը չես փոխի մեզ հետ, այնպես ես նրանց նվիրվել։ Ես որ մի բան ասում ես, դոշ էի տալիս ու պաշտպանողական դիրքեր էի գրավում։ Հա, որտեղ ես էի ապրում, գիտեի ինչի ինչա։ Դուք այդ բնակարանում եք ապրում ամուսնանալուց հետո ձեզ որտեղել են։ Ամուսնանալուց հետո Սևանում ասեցի ստացանք բնակարան։ Ես դե որ Երևանի ծնունդ էի, գրանցումը պապան չէր անել։ Ես կարողացա կոոպերատիվ գրվել իմ անունով եւ ստացա այստեղ այս բնակարանը մեր էկոնոմիայի հաշվին 15 տարվա մեջ մենք պետք է մարեինք այդ բնակարանի փողը։ Մարեցինք, փառք Աստծո։ Եվ այդ բնակարանի տեր դարձանք, ամուսինս այստեղ սաղ քարուքան դեղած այս որ բալկոնն է, տեղից են կողմ ամբողջ բակը մեծ շինարական քարեր, թեողեր, ցեմենտեր, դա համարյա ձեռքով նասիլկայով սաղ կրելա, հավասարացրելա իր ձեռքով բալկոն աշխատասեր չտեսնված աշխատասեր։ Սևանից որ վերադարձակ ինքը աշխատեց Պոլիտեխնիկ ինստիտուտի ֆիզկուլտ կաֆեդրայում մարզիչ եւ կաֆեդրայի վարիչի տեղակալ ուսումնական գծով։ Ես տեղափոխվելուց հետո ստացվեց այնպես, որ 4-րդ վարչության պոլիկլինիկայում մեկը գնացել էր ֆիզօթպուսկ եւ տեղ էր բացվել հարցազրույցով գլխավոր բժշկուհին ինձ ընդունեց որպես թերապևտ։ Սևանից մի անգամ եկել եմ այստեղ, չէ, մի տարի սպորտ դպրոցում ամուսինս բանալեց, աշխատեցի որպես սպորտի բժշկուհի, այստեղ Ռաֆու դպրոցը, Սուսերամարտիկների դպրոցներ ես, մի քիչ ներքև Վիսոտնի շենքի առաջի հարկում, Շիրվազադերի չասած, երկուսի արանքով, ոչմ, այդեղ մի տարի աշխատեցի, մի տարի չէր, մի քանի ամիս աշխատեցի, հարևանս լեշկամիսայում ստոմատոլոգ էր հայտնի Արթուրունը, մտերմացել էինք, ասեց Լարիսա, սենց մեր մոտ տեղա բացվել, ինքնել գլխավոր բժշկի հետ ջերմ հարաբերությունը մոտ էր։ Որթիվն էր դա։ Դա ուրեմն ես եկել եմ 68 թվականին, 69 թվականին ես ընդունվել եմ 4-րդ վարչության պոլիկլինիկա։ 4-րդ վարչության պոլիկլինիկան դա Պրոշյան փողոցի վրա։ Մոսկովյան փողոցի վրա է գտնվում, Պիոներ պալատի կողքը։ Հա, այնտեղ հիմա Ավագյանի կենտրոնա կոչվում։ Այո, հենց այդ շենքներ, իսկ հատուկ մեր մոտ ընդգրկված էին ոչ առաջի կարգի նոմենկլատուրային աշխատողները, այսինքն ոչ Դեմիրճյանը, ոչ Սարգիսովը, ոչ համագումարների պալատի ռայկոմի քարտուղարները, դրանք չէին, այլ երկրորդ տեղակալները, բաժնի վարիչները, նախարարներն մտնում, մինիստրները չէին, քաղաքսովետի նախագահան չէր, Հասրատյանը, ռայկոմի քարտուղարը չէր, առաջի դեմքերը սպեց պոլիկլինիկա փոքր կոմիսիա էր, որ հատուկ դրանց էին սպասարկում, իսկ մենք տեղակալներին, բաժնի վարիչներին, ժողովրդական դերասաններին, արվեստի վաստակավոր գործիչներին, վաստակավոր դերասաններին Ձեր կյանքը ավելի հետաքրքիր է եղել փաստացի։ Մեծ մասշտաբ էր ընդգրկում։ Ինչ եք աշխատում, թերապևտ, ըստ տերիտորիայի։ Իմս բարեկամությունը սկսվում էր բարեկամության մեկից,
գալիս է կոմիտաս հատվող փողոցներով բոլոր։ Այստեղ ովքեր որ մեր լիճկամիսիայի անդամ էին, թոշակառուներ կային, բոլշևիկներ, հին թոշակառուներ, եւ այդպես դիրեկտորներ կային, գործարանի դիրեկտորներ, բաներ 69 թվից աշխատել են, մինչև 95 թիվը մեծ կոլեկտիվ էր, Սիրուշ Միսակովնան էր, Գալստյան շատ լավ ղեկավար էր, շատ համերաշխ խելացի մասնագետներով, ունեին կոնսուլտացիոն ժամեր, շաբաթական մեկ անգամ, որ պրոֆեսորներին կարող ենք մեր հիվանդներին ներկայացնել, կոնսուլտացիա ունենայինք։ Հետո շփումը շատ տնային պայմաններում ավելի ջերմ լինում հարաբերությունները հիվանդ կոնտակտը։ Գնում եք տնային։ Բամերը էդ էր, տնային վիզը կանչեր եւ պոլիկլինիկային պրյոմ ընդունելություն, ընտիր պայմաններ, հեռախոսներ ցեղանի վրա, գորգեր, ամբողջ ճանապարհներով, կարմիր հեռախոս էլ ունեիք։ Այո, ներքին հեռախոս եւ այդպես ընդհանուր հեռախոս, մեքենաներով սպասարկում, ոչ թե ոտքով, գիշերային հերթապահություն կար, իհարկե վարձատրում էին դրա համար, բարձր աշխատավարձ էր։ Բարձր աշխատավարձ էր եւ այդպես պայմանները լավ էր։ Ես չի ասի որ այնպես մյուս պոլիկլինիկաների համեմատ։ Տիկին Լարիսա, ում եք հիշում այդ ընթացքում։ Ասացիք դերասաններ, շատ մեծ մասշտաբի ծանոթություններ, մտերմություններ, հարաբերություններ հիվանդների հետ, օրինակ ինձ մոտ շատ լավ տպավորված է Հրաչյա Ղափրանյանի ընտանիքը։ Հրաչյա Ղափրանյանը հիմնադիրն է դրամատիկ թատրոնի կին է Էման, շատ մտերմիկ հարաբերություններ, որտեղ աղջիկը հիվանդություն ուներ, մեծը Անահետը, եւ հաճախ է ես լինում իրանց բարեկամության հենց փոսի մեջ սեփական տուներ են ժամանակ իրանց տունը։ Շատ մտերմիկ հարաբերություններ ունեի Աշուր Շահենի ընտանիքի հետ։ Դա էլ կինն էր հիվանդ, շատ պարզ, նաիվ անգամ, նաիվության հասնող պարզություն, անմիջական, ջեր, մթնոլորտ եւ գնահատող բժշկի բան աշխատանքը շատ հարաբերությունների մեջ եմ եղել, օրինակ Մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր Մելիքյան Հենրիկի ընտանիքի հետ, որի կինը հիվանդ էր, հաճախակի հաճախում իրանց, շատ մտերմիկ է եղել Վախթանգ Անանյանի գրող հիվանդ էր, դա անգամ գիրքայից նվիրել, ես ունեմ պահված, Էլիբեկյան կար նկարիչ, մանրանկարիչ, որը Թիֆլիսից էր եկել Երևան, տղան էր նկարիչ, դարձյալ իր գրքույկը նվիրել է, շատ ունեմ հուշանվերներ տարբեր հիվանդներից հիշողությունների իմաստով, ունեմ Իսաբեկյան կար, Իսախանյան կար, ոսկերչական ֆաբրիկայի դիրեկտոր էր, ընտանիքով մոտ էր, կար Զեյթունչյանի ընտանիքի հետ եմ շփվել, Գոհար Գասպարյանի ընտանիքի հետ եմ շփվել, Գոհար Գասպարյան, Սիլվա Կապուտիկյանի մայրը հիվանդ էր, շատ հաճախ իրանց տուն եմ եղել, որ պատճառով անեցի էր, եւ հաճախ դեղ այցելության եմ գնացել։ Իսկ Ալեքսանդր Մանուկյանին գիտեիք, Արաքսման Մանուկյանին, Գուժ Մանուկյանին։ Գուժ Մանուկյանի տանն եմ եղել, Գուժ Մանուկյանը մի քիչ բանը էս Կուտուզովից մի քիչ ներքևիչած այդ բանում է շենքում էր ապրում։ Էմանուել Մանուկյանն էլ իմ դասախոսն է։ Հա, իրանց տանն եմ եղել։ Ոչմ շատերի բանով հարաբերությունների մեջ եմ եղել, լավ փոխադարձ հարաբերություններ ա եղել, ոչ միայն որպես բժիշկ, այլ որպես ընտանիքի անդամ,
անդամ մտերմիկ եւ օրինակ ինձ համխի նախագահի տեղակալը 2-3-4 անգամ ինձ ուղարկել են արտասահման տարբեր երկրներ, տարբեր խմբերի հետ, որպես բժշկուհի։ Եղել եմ օրինակ Բարատ Մարինոսյանի ղեկավարությամբ Հեղինե Հողբանեսյանը դերասանուհի իրակիններ իրանց կոլեկտիվի հետ Հունգարիա, եղել եմ ուրիշ խմբի հետ Ռումինիա, եղել եմ Բուլղարիա, եղել եմ 2 անգամ Չեխոսլովակիա, Գերմանիա, Մոլդավիա։ Սոցիալիստական երկրներ էին հիմնականում։ Այն ժամանակ դեմոկրատական երկրներ էին, կապիտալիստական։ Դեմոկրատականներ հələ նոր էր սկսվել այդ այցելությունները, կոնֆերանսների մասնակցում։ Չէ, ուղղակի տուրիստական խմբակներ էին, որ ծանոթացնում էին այնտեղի քաղաքների կոլեկտիվով եւ շատ օրինակ Գերմանիայում ինչ էիք տանում նվեր։ Ես հիշում եմ, որ որպես զբոսաշրջիկ տուրիստ միևնույնն է սովետական միությունից ինչ որ նվերներ էր գնում նախ մինչև անցնելը տամրջնին, շատ մեծ ինչ որ չէր կարելի, պետքա չվերցնեիր, դու մանր սուվենիրներ էր էլի տեսարժան Հայաստանից օրինակ ինչ, ուտելիք թե ինչ որ մի մնայուն բան։ Մնայուն բաներ, հուշանվերների ձևով եւ այնքան քիչ փող էին փոխանցում, որ ընդերից էլ առանձնապես շատ բաներ չէիր կարող, բայց այն ժամանակ Երևանում ապրանք չկար, խանութները դադարեցություն, իսկ այնտեղ համատաբար առատություն, այնտեղ վիբր տեսականին շատ էր եւ դուքին տանը տահակին պակասություններ ունես, ցանկություն ունենալ, տեսնում ես, բայց հնարավորություն չունես բերելու։ Ոչ, կարևորը որ շատ լավ Չեխական խրուստալ, բայց կարողացել եմ բերել եմ չեխական խրուստալի բան ունենք, լուստրային աղջկաստանն է կախված, հիշողություններ չեխական, էներել կար էժանացած խանութներ, օրինակ Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում մտանք մի շուշեղենի խանութ, շատ էժան գնով, մատչելի գնով, բլուդներ, բաներ ես բերեցի, մեզ համար համել կից ունենցս։ Որակը ուրիշ էր, չէ։ Ուրիշ էր, միջև հիմա հələ ես բավականին բաներ ունեմ, պահպանված հնություն որպես։ Հարավսլավիա եղաք։ Հարավսլավիա եղել եմ, իր ժամանակվա Հարավսլավիան եղել եմ, տարել են բալատոն։ Են նրբաճաշակ ներքին շորեր, որ կամբինացիա են ասում յուգոսլավսկի։ Տենց բաներ, բանավանդ աղջկերքս արդեն կար։ Բեկային, օժիտային հարցեր էր, զանավեսներ էր, փայլուն կտորներ էին, ծաղկավոր վերմակերեսներ, բան, մետրո, վուշմ։ Մի խոսքով ձեր աշխատանքի լուսավոր մի հատվածն էլ այդ զբոսանքներն են։ Զբոսանքներ, հա։ Տիկին Լարիսա։ Բաց էի անում չամադանը, չէին իմանում երեխեքս, ամեն մեկը իրանը վերցնում էր ուրախանում։ Հետո Կիևով էինք, մեծ մասը Կիևի տամրջնով էինք գնում, օրինակ Յուգոսլավիա բան, Կիևից։ Կիևով, Մոսկվայով էլ եմ գնացել, Լենինգրադ մի քանի անգամ եղել եմ ամուսնուց հետ, Չեխոսլովակիա ամուսնուց հետ, Պրիբալտիկա բոլորի Իսկ թանգարաններ գնում եք այդ այցում։ Օրինակ Դրեզդենի թանգարանը ես եղել եմ։ Ամբողջ նկարները բանը ես տեսել եմ։ Այդ հայտնի ջրհեղեղից բանից հետո ահագին տուժել էին մի քանի տարի առաջ։ Հետո Իսկ Էրմիտաժում եղաք, որ Լենինգրադեր են վաղ փոչվում։ Լենինգրադի Էրմիտաժում ես 3 անգամ եղել եմ Լենինգրադ, 3 անգամ էլ Էրմիտաժում գնացել ենք ամուսնուս հետ։ Հիացած էիք, ոնց էր ձեր տպավորությունը։ Ինչն եք հիշում կոնկրետ։ Հիշում եմ առաջի արկում նախ մեծ բաներ էին, չափանիշներով
կերպարներ էին դրված, երկրորդ հարկում, երրորդ հարկում արդեն նկարներ էին, կիսանդրիներ էին եւ շատ հնարավոր չէր այդքանը նայել։ Հագնում էինք բաներ, հագցնում էին դամաշնիկներ, կոշիկների վրա եւ տես այդպես Պետերգոֆ եմ եղել Լենինգրադի բանը Պուշկինը Տիկին Լարիսա, այս ընթացքում լեջ կոմիսիա, որ ասեցիք, ես պատկերացրեցի Պրոշյան փողոցի Նաիրի բժշկական կինոն չէ, կներեք։ Ստացիոնարներ այնտեղ։ Հա, այնտեղ ստացիոնարներ եւ այնտեղ սպեց, որ ասում են սպեց պոլիկլինիկա փոքր։ Այդ համար առաջին նոմենկլատուրային ղեկավարների սպասարկման խումբը։ Իսկ ձեր մոտ արդեն նոմենկլատուրայի երկրորդ խումբն էր։ Դուք ասեցիք, իսկ որոշակի բուժումներ անում էի, կազմակերպում էի, ասենք սրսկումներ, անպայման, կպատմեք ինչ էր։ Կարտնային անգամ բուժ սպասարկում, ոչ թե տալիս ենք մասնավոր սրսկումներ, այլ մենք ունեինք պատրոնաժ, որոնք գնում էին մեր նշանակումները, տան պայմաններում հիվանդներին անում, տան պայմաններում կարդիոգրամ անում, տան պայմաններում հնարավոր լաբորատոր անալիզները կատարում։ Եթե շտապ դեպք էր, անմիջապես տեղափոխվում էր ստացիոնար, եթե հիվանդը կարիք ուներ կոնսուլտացիայի, պրոֆեսոր Ստամբուլցյանի, Վարդապետյանի կամ այլ մասնագետների կազմակերպվում էր կոնսուլտացիաները, ամբողջը ֆիքսվում էր անկետային գրագրումներում։ Ինչն էր հիմնականում խնդիրը լինում այն ժամանակներում, այ հիմա մենք դեղորայքով ենք շատացել, գործիքային, դուք օրինակ սահմանափակված էի, կատե չկար, վեմերտե չկար, ռենտգեն էր երևի, հա, հիմնականում ռենտգեններ, որ լաբորատորիան, ռենտգեն քննությունը։ Իսկ ճիշտ է, որ ձեր տարիքում, ձեր տարիներին մարդիկ բժիշկները աչքի, եղունգի գույնով կարողանում էին որոշակի հիվանդություններ, չէ, թե հեքիաթ է դա։ Չէ, դա բանար է, չէ, դες բան չի եղել։ Այդ դիագնոզը դնելու համար ինչ էր պետք։ Առաջերտին անամնեստիկ տվյալները, շատ կարևոր է անամնեստիկ ճիշտ տվյալներ հավաքելը։ Կարևոր է հետ գնալ ժառանգական մոմենտների հարցը բանանելու համար իմանալու։ Օրինակ Երևանյան հիվանդություն այն ժամանակ դուք կարողանում էիք։ Երևանյան հիվանդության անգամ պատճառը միջև հիմա այն ժամանակ հայտնի չէր։ Բայց շատ կարտարացված։ Դե որ դուք ասեցիք ժառանգական դրամատար հասա։ Հայտնի չէր, մենակ ժառանգությունը չէր իհարկե, որտեղ հատուկ է Հայաստանին Երևանյան հիվանդությունը ավելի։ Եվ դիագնոզն էլ այդպես դժվար չէր, որտեղ պերիոդիկ լինում էր ջերմություն, որովայնային սուր պերիոդիկ ցավեր, ընդհանուր ցավեր եւ այդպես հաջորդաբար կրկնվող։ Դուք եթե դու դժվարանում էիր անգամ, ունեիր կողքդ շեֆեր, կոնսուլտանտներ, պրոֆեսորներ, որոնք կցված էին եւ ամեն շաբաթ լինում էր կոնսուլտացիա։ Բացի այդ, եթե դու տնային հիվանդ ունեիր կասկածելի, անմիջապես դու պարկացնում էիր ստացիոնար։ Կասկածելի հիվանդներին տանը չէիր թողնում։ Ստացիոնար պայմաններում արդեն ստացիոնար բուժում էին ստանում։ Այդպես։ Կար իհարկե ակտիվ այցելություններ շատ, մինչև վերջ պետք է հիվանդին բանաներ լավացնեիր, դուր համարվեր, որ ավարտված է այդ հիվանդությունը։ Եթե հետ հիվանդանոցայինը նկատի ունի։ Այո, իսկ եթե քրոնիկ հիվանդներ էին, հաճախակի գալիս էին այցելության կամ պոլիկլինիկային պայմաններում, կամ դու այցելում էիր տնային պայմաններում։
Իսկ շաքարային դիաբետով կային շաքարային դիաբետի համար ունեինք մասնագետներ, տարբեր Էնդոկրինոլոգ։ Այո, եւ էնդոկրինոլոգ առանձին էր, ուրոլոգ առանձին էր, ալերգոլոգ առանձին էր։ Բավականին զարգացած է Շատ կաբինետներ ունեինք մեր շատ։ Բան չկար, պրոբլեմ չկար։ Ինչ որ պետք էր, արվում էր։ Միայն իօքուտ հիվանդի։ Տիկին Լարիսա, իսկ բուժման մեջ մտնում էին որոշակի ինչ-որ ճառագայթումներ, լույսեր ընդունել, տոկեր ընդունել, կար այն ժամանակ, թե չկար։ Ֆիզիոթերապիա կաբինետ կար, ֆիզիոթերապևտիկ բաժանմունք ունեինք մեր պոլիկլինիկայում, ֆիզիոպրոցեդուրաներ ստանում, էլեկտրոֆորեզ, տորֆաբուժություն ծնկների համար, տզրուկաբուժություն չկար։ Տզրուկաբուժությունը ստացիոնար պայմաններում, մեր պոլիկլինիկային պայմաններում չէր արվում։ Իսկ ճնշման հետ կապված արյուն թողում էի։ Այն ժամանակ գիտեմ, որ արյուն էին բաց թողում։ Արյուն էին բաց թողում, ինչ որ արվում մեր ստացիոնար պայմաններում։ Պոլիկլինիկայում միայն ունեինք կաբինետ սրսկման համար, ներերակային, միջմկանային, եթե նշանակումներ կար, եւ տնային էլի սրսկումների համար պատոնаж քույրեր։ Իսկ մնացած արդեն խորացած գործողությունները ստացիոնար պայմաններում։ Այս մասնագիտական հարցերից եւս մեկը հարցնեմ, թոքախտը տարածված էր։ Թոքախտը տարածված էր։ Մենք սկսեցինք, որ դուք խնդիրը Սևանի հետ կապված ասացիք։ Թոքախտը տարածված էր շատ, տուբերկուլոզը եւ հիվանդներին կասկածելու դեպքում իհարկե կատարվում էր պիրկեի ծուգում, հետազոտություն եւ ռենտգեն քննությունները, եթե կասկածելի օջախ կար, արդեն ուղարկվում էր քանակեր կար դիսպանսեր, տուբերկուլոզի դիսպանսեր ուղարկվում էր այնտեղ։ Դուք ինքներդ ֆիզիատրներ ունեիք, թե չունեիք։ Ֆիզիատր ունեինք, ուրոլոգ ունեինք, ամեն նեղ մասնագետ կար մեր պոլիկլինիկայում։ Անմիջապես գրում են կոնսուլտացիա, ուրոլոգը, կոնսուլտացիա, ֆիզիատրը։ Ռուսերեն էր գրագրությունը ամբողջը։ Այն ժամանակ ռուսերեն էր, բայց հետո արդեն անցանք հայերենի։ Այդ մոտավորապես Քոչինյանեն ժամանակ է, հա։ Քոչինյանի տունը ես հաճախ եմ գնացել, կինը օնկոլոգիական հիվանդ էր, իրանք առաջ Ձեժինսկի գործանի Ձեժինսկի դպրոցի մոտ էին սեփական տուներ, ինձ շատ են տարել իրանց տուն, Չարենցի փողոցի վրա։ Այո, իր մամայի համար, հետո տարան այդ պտրնիում ունեից բան դաչան ընդեղել, որտեղ վերջի տարիները ես աշխատեցի արդեն որ թոշակի անցա օնկոլոգ 6 տարի վերապատրաստվեցի օնկոլոգի աշխատում եւ Քոչինյանի կինը շատ ծանր վիճակում էր, շատ տղաները, հարսները խնամում էին, այդտեղ կողքին ապրում էր Հրաչուհի Ջիլալյանը, նա բաներ լավ արտասանում էր եւ հաղորդավար էր, նրանց տունել եմ Ութմազյանի մաման։ Որ թվականին ջրհեղեղ եղավ, որ անատոմիկով բանով։ Այդ դպրոցական է ես 9-րդ դասարան էի դպրոցական պիոներ պալատում էլ համերգի էինք։ Դուրս եկա, տեսնեմ ջրհեղեղը մոլորվել եմ, չեմ անում, ինչ անեմ։ Մեր դասախոսն էլ եղել այդտեղ։ Մի հատ տղամարդ ինձ գրկել է, այդ ջրերով անցկացրել է, բերել է, հասցրել է մինչև մամա։ Բաբային կարծել են ջրհեղեղը ինձ տանում է, որովհետև կայարանով էր բանը, մեր փողոցով էր անցնում ամբողջ ջրերը, մինչև կայարան որիշ տեսան ամբողջ հարևանները բանը ոնց որ քթել էին, պաչ ու պրոշտի բանը սիրելով, լացրնելով, Իսկ այդ օրը շատ մահացություն է։ Մահացությունը ահավոր էր, մեծ գերաններ էր ջուրը բերում, շորեղներ, եսի մինչեր տան կտորներ, եսի մինչեր խեղտվածներ շատ կային, ահավոր բաներ։ Դուք պատմում եք
ինչ ձնառատ ա եղել, ինչ ցուրտ ա եղել ձեր տարիներին ու հիմա զգում եք, որ տաքացել ա, կլիման ոնց ա փոխվել։ Օրինակ բանը հարսը Սևանից ա, Լիլիթը, նրանք որ գնում են Սևան, գալիս են հարսում են, ոնց ասում ա, լավ ա, ված չի, այդպես շատ ցուրտ չի։ Այն բուքը, այն ցրտաշուն ձմերը, ոնց որ մեղմացել է հանդարտում, այն ժամանակ ուժեղ քամիներ էր, սենց ֆորացնում էր քեզ, հնարավոր չէր շնչել։ Փաստորեն 70-80 տարվա մեջ բավականին մեծ փոփոխություն ա կլիմայի։ Այո, շատ մեծ կլիմայական փոփոխություններ ա դեպի լավ գնացող Սևանի կլիման։ Տիկին Լարիսա, ձեր երկարակեցության գաղտնիքը որն ա, սնունդը, ապրելակերպը, թե նյարդերը, հոգեվիճակը։ Գիտեք ինչ, ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ, բռնկ ողջ եմ, կոպիտ ասած հիստերիկ, նևրաստենիկ բաներ չունեմ, որ ասում են 10 չափում, 1 ձևում, այդ տիպի բան ունեմ, բնավորությանգից, շուտ չեմ արտահայտվում, ինքս իմ մեջ անալիզ եմ անում, եթե գտնում եմ, որ այդ պահին կարելի է չխոսել, չեմ մեջ ընկնում, խառնվում, թողնում եմ իրանց հայացողության, մտածելով, որ միգուցե իրանք են ճիշտ, ես ինչի խառնվեմ, հետո ես վատամարդ լինեմ, ես ինձ աշխատում եմ չեզոք զոնայում պահեմ, իմ լռությունս ինձ շատ բան ա տալիս, իմ մեջ անալիզ անելով, իմ մեջ վերլուծելով հարցերը, եթե գտնում եմ, որ ճիշտ եզակացություն կարող եմ անեմ օգտակար, կանեմ, եթե չէ, լռում եմ, համբերում եմ, և չեմ խառնվում ընտանեկան, իրենց նեղ ընտանեկան Այսինքն ձեր ընտանիքում, ընտանիքի հարցին չեք միջամտել միշտ։ Չէ, ես ազատ եմ թողնում, մտածում եմ, որ ինքն էլ իրավունք ունի, ինքն էլ հարկ ունի երևի, որ այդ պահին այդպես պետք է անի, լրիվ ես իրան ազատություն են, թե Կուխնյան, քանի տարի արդեն, ես Կուխնյան ասել եմ ես քեզ, շերեփը քեզ, ոնց ուզում ես, ղեկավարում ես քո այս տնտեսությունը։ Պաշտոնապես եք շերեփը հանձնել։ Շերեփը, ես իմ քսենյակում կամ տելևիզոր եմ նայում, կամ հանգստանում եմ, կամ ընկնում եմ անցյալի գիրկը վերհիշում, անցյալի լավ իմ վատ անալիզ անում, ինձ պախարակում սխալների համար, ճշտի համար ինչ-որ բան անում, ինձ բան անում, այդպես, երեխաներս է փառք Աստծո, ունեցել եմ 3 երեխա, մեծս մահացել է իհարկե, մեծ աղջիկս ավարիայից, ավտովթարից, չեր ամուսնացել, հա, մեծ աղջիկս մահացել է, Աստված հոգին լուսավորի։ Հա, 17 տարի առաջ, իսկ տղաս ու աղջիկս ունեն 2 երեխաներ, տղաս մի տղա մի աղջիկ, աղջիկս էլի մի տղա մի աղջիկ, աղջիկը ավարտել է, չէ, աղջիկս, սկսեմ, աղջիկս ավարտել է բարեկամության փոսի դպրոց կար, անգլիական թեկումի, այդ դպրոցն ավարտել, գերազանցիկ, մեդալի թեկնածու, այն ժամանակ դաժե արտեք միջազգային ճամբար կար, Հայաստանից մի քանի երեխա ընդգրկվեց, մեկը աղջիկս էր, գնաց արտեք հանգստացավ 2 ամիս եկավ, ընդունվեց Պոլիտեխնիկ ինստիտուտի գիբերնետիկայի բաժինը, գերազանց 5 տարի սովորեց, կարմիր դիպլոմով ավարտեց, ամուսն ստացավ, իրագծով Մերգելյանի ինստիտուտ ընդունվեց, աշխատեց, մի տարի հետո գիտահետազոտական ժամանակ բաներ ցվրվեց, այդ խեղճ երեխեն մնաց անգործ այդ ժամանակ, բայց միաժամանակ ինստիտուտին դա սովորեց 2 տարով անգլերենի խորացած դասընթացներ, դիպլոմ ունի և հետագայում արդեն այդ անգլերենը իրան շատ օգնեց, դասավանդեց անգլերեն, ու մինչև այսօր անգլերենի գծով է, հիմա էլ աշխատանքի մեջ է։ Տղաս ավարտեց բժշկական ինստիտուտը։ Ձեր գծով գնաց։ Լավ
այո, լավ սովորող երեխա էր, հավաքված, զուտ կարդացող, ոնց որ ես, բազմակողմանի զարգացած, շարժվող էնցիկլոպեդիա, որ կարելի ասել, այդ իմ Հայկս է, ես ոչ թե գովում եմ, այլ այդպես է։ Դա ձեզնից է, որ ինքը ընտրեց բժշկությունը։ Այո, ես էի ուզում։ Հա, դուք։ Տղա ամուսինս էլ էր ուզում։ Մենք երկուս էլ ուզում էինք, որ նա գնա բժշկական։ Եվ ոնց որ մայրը չսխալվեց ինձ տալով բժշկական, ես էլ չսխալվեցի, որ իրան ուղղություն տվեցի, ուղղորդեցի բժշկական։ Հետո աղջկաս տղան էլ բժշկական ավարտել, թորնիկս, նա էլ մաշկավեներոլոգ էր, էլի վայելի բժիշկ էր, 4-5 տարի ավարտեց, աշխատեց, բայց միաժամանակ հետաքրքրվեց ծրագրավորող մասնագիտությամբ, խորացավ ծրագրավորման մեջ, հիմա ծրագրավորող է։ Իսկ աղջիկը մի պայծառ ուղեղ ունեցող աղջիկ է, նա էլ ուրեմն բան արեց, օլիմպիադայում, դպրոցի 10-րդ դասարանում օլիմպիադայում Մոսկվայում շահեց առաջի տեղ եւ այստեղ մանկավարժական ինստիտուտ ընդունվեց առանց քննության, որտեղ շահասները երկու էին, ինքն ու իր դասանցին մեկն էլ կար։ Ավարտեց կարմիր դիպլոմով, փորձել փոքր է։ Ես որ եկավ Ռաֆայելը, ամուսնուս անունն է, ամուսնուս անունն էր Ռաֆայել։ Ուրեմն նա էլ բանա կինեզիոլոգիայի գծով է բժշկական ֆիզկուլտ ինստիտուտի կինեզիոլոգիայի ֆակուլտետում է 4-րդ կուրս եւ աշխատում է եւ սովորում է։ Այսքան էլ թորներս, շատ հաջող թորներ են, շատ բանիմաց, քթածակով կոպիտ ասած, ջերմ, իմ նկատմամբ ուշադիր, հարգալից, ջերմություն, ուշադրության կենտրոնում եմ, ամեն ինչս ապահովված, փառք Աստծո, ես էլ երջանիկ եմ համարում, իմ երջանկությունը իրանք են, իմ կյանքի իմաստը իրանք են, ինձ ուժ տվողը իրանք են, եւ դրա համար էլ երևի Աստված էլ մի քիչ օգնում է, հələ որ ես ապրում եմ, ուղեղս պայծառ, ձեռքով ոտքով եւ օգնում եմ, հələ ձեռքի հետ մանր մունր, ես ինքնուրույն իմ հարցերս տնային, իմ բան սենյակի, լվացքն է, հարտուկն է, բանն է, ես սիրում եմ, որ ինքս անեմ, որ չթուլանամ, մանր մունր գործերը, այդպես, քիչ եմ ուտում, երեկոյան չեմ ուտում, Որ ժամից։ Ժամ 5-ից հետո, 5-ին 6-ին իմ ճաշն է, որից հետո ես բացարձակ ոչինչ չեմ ուտում, անգամ փոքր բան էլ չեմ դնում բերանս, այդ մեկ որ չեմ չաղանում, երևի մի քիչ հակառակ նիհարել եմ, շատ է յուկաս որ ես բան ա եղել, տարիքի հետ կապված է, քայքայվում են, բջիջները պակասում են, ընդհանուր։ Բայց դուք համարյա կնճիռ չունեք 90 տարեկանում։ Ես ոչ մի մաշկի հետ կապված, ոչ մի միջամտություն չեմ արել, անգամ պուդրա չեմ քսել։ Ոնց եղել է մաշկս, տենց է մնում, լավ է, վատ է, ինչա ինչ չի, ոնց կա տենց էլ մնում է։ Ոչ կրեմ է, ոչ մի բան, ոչ մի բան, կոսմետիկայի ոչ մի բան։ Զանթեղենի սիրահար չեմ եղել, որ ասեմ ուլունք, մոլունք, տենց զիզի-պիզի բաներ եմ համարում դրանք, իհարկե թանկարժեք բաներն էլ սաղ նվիրել եմ իմ, ինչքան որ իմ ունեց հնարավոր երեխաներին թորները, հարց ունեն, աղջիկա, ինչ-որ շատ բաներ չեմ ունեցել, որտեղ ձգտում չեմ ունեցել, տենց շատ ճոխություններ, շռայլություններ, ցուցադրական բաներ չեմ ծել, համեստ ձևով, չափի մեջ, անգամ խոսալներ չափի մեջ, այդպես ես իմ շատ ծուսպ եմ եղել, երևի դա էլ ինչ-որ մի բան չի, բայց էդ եմ, ինչ-որ կամ էդ եմ։ Մենք որ պետք է հարցազրույց անեինք, ինձ շատ հետաքրքիր էր նաև այն հատվածները, ոնց եք դուք, եթե իհարկե ուսանելու տարիներին անատոմիկ տանում էին ձեզ։ Անատոմիկ հենց առաջի չեք վախեցել։ Դա ոչ չենք վախեցել, հոտը բա, այդ հոտից ես ճաշ չէի կարող անմուտեի անատոմիկի հոտից,
այդ մերելների հոտից, տեսքից, վախենում էի, հետո ես այժմ չէի կարողանում տանել, եղելա որ ինձ տարել են աշխատանքի ժամանակ, Սևանում եղելա որ խիրուրգիայի բաժանմունքում ծանր հիվանդի օպերացիայի ժամանակ կոլապսի մեջ հանգե թերապևտ են ուզել, ես էլ եղել եմ հերթապահ, տարել են, այդ այրունը տեսել են, ես ուշագնաց եմ եղել, ինձ էլ հետ բերել, այրուր չի կարողանում տանել, դե համար օպերացիաների սրտխառնոց էր ուղղակի թե ուշագնաց կոլապսի մեջ էի ընկնում, անմիջապես ճնշումը սնգնում էր և գիտակցությունս, տենց էլ փոքր ժամանակ, որ բան չունեինք, այն ժամանակ ինչ լողարաններ, բաներ, ընդհանուր բաղնիկ էր, մենք էլ բաղնիկի մոտ էինք ապրում, Մարքսի փողոցի վրա։ Հիմա որ ոսկու շուկայի է։ Այո, այդ շուկայի դիմացն էինք ապրում։ Գնում էինք օգշի բաղնիկ, մաման տանում էր, ինձ ու քրոջս օգշի բաղնիկ, որ դուռը բաց էին անում այդ բաղնիկի գոլոշին, դես էին գնում, փոքր էլ երեխա էի հուծված, անցնում, փոքր մոքր։ Այդ գոլոշին տալիս էր, ես ուշագնաց էի ելնում, մեկ այդ են մի ինձ դահանել են դուրս, ջուրը շեփ վրես էին թավ, շատ բան էի, թուլիկ էի, թուլակազմ էի, հա, հուծված էի լինում։ Այդպես էլ չսովորեցիք Արյանը։ Չէ։ Կարող դրա համար հենց վիրաբույժ չդառեք, այլ թերապևտ։ Չի անցել անգամ, չէ։ Խուսափում էի, նախ գիտեի, որ այնտեղ նենց բաներ են, տղամարդիկ են մեծ մասամբ, աղջիկեր քիչ էր, շատ քիչ էին, մեր կուրսի, մեր գրուպայի աղջիկներից իմիջիալոց ասեն, նախ մեր դասարանի աղջիկներից շատերը շատ բաներ ունեին, պաշտոններ, օրինակ ունեինք բան սովետական Հայաստան թերթի խմբագրի բաժնի վարիչ, մեր բաններ Անժիկը Հովանեսյան, ունեինք ռադիոկոմիտեի մանկական հաղորդումների բաժնի վարիչ Գրիգորյան Նորան, ունեինք անգլերենի ամբիոնի վարիչ Ալոյան Լաուրան, ես որպես լեչկամիսայի բժշկուհի, ունեինք բժշկուհի, որ ասում են 6 հոգի մի գրուպայում էինք, մի կուրսում էինք, բաներ, ինքը դեպուտատ էր, էլի անվանի պեդիատր էր, այդպես դասանի աղջիկներից շատերը պաշտոններ գրավեցին, իրենց բանիմացության, այն ժամանակ խելքը բանիմացությունը անցնում էր, ծանոթություն, բան այդքան չէր, ինչ-որ Տիկին Լարիսա, սիրում էիք Երևանը այն թվերի։ Ես չեմ էլ պատկերացնում Երևան, առանց Երևան, ես որ գնացել եմ Երևանից դուրս, Հայաստանից դուրս, ինձ հետաքրքիր է, ման գալ, տեսնել, ճանաչել, շփվել, նորություններ, ցուցահանդեսներ, կյանք, խանութներ, բան, բայց վերջ օրը մանավանդ որ փողը պրծնում է, արդեն շունչդ կտրվում է, որ հասնես տուն, մանավանդ գիտես, որ տանը երեխաները սպասում են, ինչ որտեղ կարիքդ ունեն, էլի արդեն անելիք չունես, գալիս էի, վայ, ասում եմ, մեր տնից լավը չկա, երբ մինչև այսօր, որ լսում եմ, գնում են արտասահման ապրելու, աշխատելու, ասում եմ, դան կարծում եմ ես ինչ է, այդպես էշի նման աշխատես, ստեղ եք աշխատել, ինչի ընդեղ էթում են, ստեղի մասնագետը գնում այնտեղ աֆիցիանտ է աշխատում, կարծում է, որ կարելի է հլսկիզ ունա աֆիցիանտ աշխատել, հետագայում ես իմ չէր, իսկ ստեղ լայեղ չեն անի ֆելշեր աշխատել, ես ֆելշկական ավարտել եմ ֆելշեր աշխատել, բուժող աշխատել, այդպես է, ես շատ կուզեմ, որ մեր երկիրը այնքան լավ լինի, այնքան զարգանա և հիմնական ու արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունը, կրթությունը ճիշտ հիմունքներով լինի, ճիշտ հիմքեր ունենա, կադրերը ճիշտ դասավորվեն ու աշխատեն, ոչ թե ես լինեմ ինժեներ, տանեն, դարձնեն բան, մինիստր բժշկական
հիմնարկի։ Իրավաբանական ոչ մի բան չունենալով գնաց դառնաց գլխավոր բան ներքին գործերի մինիստր։ Ես շշմում եմ ուղղակի։ Գործունյա բագաժով մարդ, նույն գծով պատրաստված, գիտելիքներով, ամեն ինչերով նվիրյալ մարդ չկա, որ մի ջահել աղջկա տանում եք ներքին գործերի մինիստր։ Այդ կադրերի ճիշտ տեղաբաշխում պետք է լինի, ճիշտ տնտեսության ղեկավարում պետք է լինի, թե արդյունաբերության զարգացում, գյուղատնտեսության, խոսքով չլինի, թղթով չլինի, իսկական լինի։ Որ ուղի անցած լինի, բացի դիպլոմներից։ Դիպլոմը մենակ չի, որ ինքը հասկանա, ինքը տեղյակ լինի, ինքը այդ աշխատանքային ստաժ ունենա, փորձված լինի, փորձ ունենա, ջահելին աշխանաբար պետք է առաջ տանել, ոչ թե միանգամից ջահել, այն ում էր մի ջահել տղա էր, ստեղից ընդեղ, մի քանի ամսվա մեջ ես իմ ուր տարան հասցրեցի, որ ինչ, ամեն օր ես լրաբեր եմ նայում, մի քանի ալիքներով, համարյա տեսնեմ նույն բաներն են ասում, թե չէ։ Տիկին Լարիսա, եթե մենք այսպես համեմատենք, դուք ինչ ուղի եք անցել, դուք արդեն ամեն ինչ ասեցիք, Երևանի պահով նաև, որ զարմանում եք հայրենիքը ոնց են լքում, որ կարող են նույն աշխատանքը այստեղ և մնալ։ Այն ինչ որ հիմա կատարվում է, դուք սովետական շրջան ապրած, ինչ եք համարում, ինչ է կատարվում հիմա մեր հայրենիքի հետ։ Ես ճիշտ ասած ապրելավոճով սովետական շրջանում խեղճ էինք, համատաբար, խանութներում, որտև արտասահմանի հետ կապեր չկար, շփում չկար, այդպես առատուց, հետո սով տարիներ եղան, պատերազմ, երկու պատերազմ եղավ, հայրենական պատերազմից հետո չանցավ ինչքան ժամանակ Արցախյան այս պատերազմները եղավ, աղքատություններ, խեղճություններ, մութ ցուրտ տարիներ, օրինակ իմ թոռներս աղջկաս երեխեքը ցուրտ մութ տարիների ծնված երեխեք են, անընդհատ չկա են լսել։ Խեղճ աղջիկս քանի տեղ աշխատում էր, որ էկոնոմիայում մի ձևով բանանը վառան էին վառում, հավաքում էին հարևաններով, ստեղ այնտեղ վառանը վառում էինք, խոսում էինք, լույսը տալիս էինք, չենք իմանում, որ գործը անեն, որը չանեն, հարցի հերթեր էր հացի, կտրոններով, ամեն ինչի սղություն էր, նեղվածություն, հագուստը, բանը խանութներում չկար, ինչը տակից էր, ինչը որ Մոսկվայից էին բերում, կրկնակի գնով վաճառում էին, ես որ հիշում եմ թոռս ծնվել էր, բանը լեշկամիսիայից ընկերուս հետ գնացինք բանը պրոբնիչյան միջոցով Մոսկվա, խանութներն ընկած պալտո է ձեծքի առնում, շոր էր, որ գամ բերեմ ուրախացնեմ, որտեղ տեղ չկար, պրիմիտիվ բաներ չկար, բայց հիմի ամեն ինչ կա, բայց փող չկա, որտեղ ապրելա բանը ռոճիկը պակասա, թոշակը պակա, որ թոշակը համատես ամենօրյա զամբյուղա այդ Ձեր թոշակը ինչքան այ վաստակաշատ 59 դրամ 59,000-ով այդքան տարվա ստաժով, որ հոգաց, եթե դու մենակ ես, ոնց ես գնալու ապրելու, ախր մի քանի տարի նույնն է լինում է, որ ասում ես, այս տարի սենցան, մյուս տարի կավելացնեն, մեկ էլ ասում են չէ, բյուջեն չի երիքում, մյուս տարի էլի այդ նույն բանի վրա պետք է լինենք, 14 միլիարդ պարկ ունեն արտասան, այդ ոնց է, թորից թոր պարկ են պագելու, երբ որ ոչ արդյունաբերություն տա արդյունաբերություն, ոչ գյուղատնտեսություն տա առաջ գնում, ոչ ինչ-որ առևտուր տա ես մեծ շրջանառություններ, ինչի վրա ես հույսը դրել, սուտ խոսալու, մենակ ճառեր ասելու մեջ չի, թղթերի վրա գրելով հո չի, հետո օրենքները պետք է
կատարվի, օրենքը մենակ օրենք թղթի համար չի, օրենքը պետք է կիրառվի, արտասահմանում չի բարձր ամեն ինչը մակարդակ, որտեղ օրենքը իր գործում է, իստեղ օրենքը գրվում է, բայց լրիվ օրենքից դուրս ամեն ինչ արվում։ Տիկին Լարիսա, վերջին հարցը, որովհետև բավականին երկար ժամանակային առումով, բայց ոնց որ մի ակնթարթ լիներ, ինչ որ դուք պատմեցիք, շատ հետաքրքիր էր, այսօրվա ղեկավարությունը ինչպիսին պիտի լինի, որ դուք այդքան ղեկավարներ եք տեսել, պաշտոնյայի եք տեսել, ձեր պատկերացմամբ, որ Հայաստանը մնա, ինչպիսին պիտի լինի։ Սևանում, որ մենք աշխատում էինք, ես ու Ռաֆիկը, մորակոջս աղջկա ամուսինը գործանի, հայ էլեկտրոգործանի բաներ, պետի տեղակալ, այն ժամանակ Դեմիրճյանը գործանի դիրեկտոր էր, եկել էի Սևան և զանգ տվեց Ջեման, թե Լարիսա, եկել եք Սևան, ուզում եմ գանք ձեր տուն, դուք հյուրասիրեք, ասի մեծ սիրով, ամուսինս էլ ծովի սիրահար Սևանում ձկնորսություն մեկ գնում էր այդպես ակտիվ, բերել էր, սարքեցինք Դեմիրճյանը, գլխավոր ինժեները 2-3 հոգի եկան, լավ հյուրասիրեցի, բավականին ժամանակ անցկացրին, վերջում թե տիկին Լարիսա, մի բան ասեմ, եթե ունենաք, ուրեմն դուք շատ լավ բան եք, տնտեսուհի, ես կուզեի բանով, վարդի մուրաբայով թեյ, ասի մեծ սիրով, կակրաս նոր եմ էպել, իսկապես նոր եմ էպել էի, բերեցի վարդի մուրաբան վազայով դրեցի, բաժակներով թեյը խմեց, ասեց, ես խոնարհվում եմ ձեր առաջ, և մեծ ոգևորությամբ, մեծ լավ ժամանակ անցկացնելով ինձ մոտ տպավորվել է այդ օրը, Դեմիրճյանը մեր տանը անցկացրեց, շատ լավ ինքը բան ուներ, խոսելու աուրա և ընդգրկում էր իր շուրջը և խելացի մարդ էր, շատ զարգացած, պատրաստված, կիրթ, հետո ամառները Լեչկամիսյան աղվերանում իրանց դաչաներում մեզ ուղարկում էին իրանց ընտանիքներով բանի համար, բժշկական, որ կետ կար ընդեղ, որ ընդեղ աշխատեինք, նրանց հետևեինք, Ռիման գալիս էր իրակինը, նրանց սպասարկում էինք, շփվում էինք, նրանց հետևից գնում էին իր այդ մոտիկ ընկերները և այլն, Սարգիսովը իր ընտանիքով, շատ դոմիկներ կային, քոտեջներ կային, որ իրանք էին լինում և ամեն տարի ամառը ես անցկացրել եմ իրանց դաչաներում և մոտիկից եմ շփվել, որտեղ ճաշարան ընդհանուր էր, առաջ իրանք որ ճաշում էին, ես պետք է գնայի ճաշի մենյուն ստուգեի, ստորագրեի, տեսնեի ինչ բաներ կան օրվա մենյուի մեջ և հիվանդանալու դեպքում քանի անգամ եղել է, որ Ստյոպան հիվանդացել է, ինձ կանչել են։ Փոքր էր Ստյոպան այն ժամանակ։ Այդ բաներ, մոմենտներ։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ Դեմիրճյանը ձեր համար ամենալավ ղեկավարներից է։ Ինձ համար Քոչինյանը, Դեմիրճյանը։ Իսկ նոր Հայաստան, այսինքն անկախ Հայաստանի ժամանակներում Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան, թե Սերժ Սարգսյան, թե Նիկոլ Փաշինյան, ոնց եք վերաբերվում, եթե իհարկե համեմատելի է։ Համատելու չի, ամեն մեկն էլ յուրովից մեծ սխալներով է եղել, մեծ սխալներով, ճակատագրական սխալներ արած, ես չի ասի, որ սոխը սխտորից քաղցր է, բայց ասեմ, առաջի դեպք պետք է լինի այն անձնավորությունը, որը շատ բան իմացա, ինտելեկտուալ բարձր մակարդակ, խելացի, զարգացած, բազմակողմանի հարցերին ճիշտ մոտեցող, հապճեպ եզրահանգումներ, հապճեպ բաներ գործեր չանող, մի քիչ ճշտախոս, չասի
գործը ուրիշ լինի։ Պարզ, անմիջական եւ մարդ